Բարի օր ժողովուրդ ջան, լավ եք, դուք լավ եք, ես լավ եմ, ամեն ինչ լավ է, եթե լավ ենք մենք ուրեմն ամեն ինչ լավ են թանալու, սիրելիներս այսօր ուզում եմ պատրաստեմ հավի ազդրերով, բդիկներով ուտեստի անունը դեռ չեմ ասելու, հետո կորոշեմ ասեմ, թե թողեմ, որ դուք որոշեք, հիմա անցնենք գործի, մեր տապակը արդեն տաքացրել եմ, հիմա վերցնում եմ մի քիչ ցիթապտղի յուղ եւ շատ կարճ ժամանակով տապակում եմ, լավ չի տաքացել, հիմա կտապակեմ քիչ, այսպես, երկու կողմից քիչ կտապակեմ, մյուս կողմեր մի քիչ թող տապակվի, հանելու եմ մեր բդիկները դուրս ու հետո արդեն շարունակեմ մնացած գործողությունը։ Հիմա սիրելիներս լցնելու եմ մեր սոխը, քիչ տապակեմ սոխը, արդեն լցրել եմ նույն տապակի մեջ, որտեղից որ հավը դուրս բերեցի, բդիկները դուրս բերեցի, ունեմ այստեղ նեխուրի արմատները, ունեմ կանանչ նեխուր, գազար, կանանչ լոբի հատիկներ և ունեմ ռազ և լոլիկ, թարմը լոլիկ, սիրելիներս, այս բոլորը գալու է մեր տապակի մեջ և վերցնելու եմ մեկ ճաշի լավ կդար տոմատի մածուկ։ Հիմա շարունակում ենք, սոխը մի քիչ տապակվեց, սիրելիներս, լցնում եմ մեր նեխուրի արմատները, լցնում եմ կանանչ նեխուրը, լցնում եմ մեր ռասը, գցում եմ երկու հատ դափնու տերև, մոռացել էի, որ ցուցադրեի սկզբից, երկու հատ դափնու տերև և լցնում եմ գազարը, սա տապակում եմ։ Ինչպես ասել էի, մեկ այսպես լավ ճաշի գտալ, մեկ ուկես, ասենք այսպես, տոմատի մածուկ, հիմա դնում ենք արդեն մեր լոլիկները, հիմա լցնում ենք մեր կանաչ լոբահատիկը, այսպես սիրելիներս, հիմա լցնում ենք մի քիչ բանջարեղենի վրա, այսպես, և հիմա դնում ենք մեր հավի ալդրանիշը, արդեն լցնում եմ մսի վրա էլ աղ, որովհետև ոչ մի գրամ աղ չեմ լցրել մսի վրա, հիմա կվերցնեմ մի քիչ սև աղացած պղպեղ, այսպես, եթե դուք չունեք հավի բուլյոն տանը, ուրեմն կվերցնեք սովորական ջուր, բայց ես ունեմ հավի բուլյոն, դրա համար վերցնում եմ հավի բուլյոն, այսպես, հավի բուլյոնը 400 միլիլիտր էր, դուք էլ կվերցնեք 400 միլիլիտր ջուր, այսպես, որ այսպիսի շատ ջրոտ չլնի, այսպես, ոնց որ իմ մոտ անայեք, տեսնեք, ես վերցնելու եմ, սիրելիներս, բանջարեղենի փոշի, խառը բանջարեղենով աղացած փոշի, հիմա լցնելու եմ մեր աղացած փոշին, երկու թեյի կտալ, այսպես, անցած անգամ էլ ես ասեցի, որ վերցնում եմ բանջարեղենի աղացած փոշի, և հիմա պետք է էպվի 50 րոպե դանդաղ կրակի վրա, սկզբից թողում եք, եթե ջուր եք վերցնում, թողնում եք ջուրը, որ սկսի նոր եռալը, դանդաղացնում եք կրակը և թողում եք հանգիստ էպի, մեկ էլ կմիանամ ձեր հետ, սիրելիներս, երբ որ պատրաստ լինի, որոշեցի, որ անջատեմ 40 րոպեից, երևի հավը շուտ է փողեր, շուտ է փավ, դրա համար ասում եմ, որ 40 րոպե, բայց կնայեք ձեր հավի եփած ու չեփած վիճակի, հիմա փորձելու ժամանակը մոտեցավ, նայեք այսպես բոլորը հատիկ են, հիմա սիրելիներս
Փորձում եմ, շատ տաք է։ Բանջարեղենը, սիրելիներս, ընտիրից ընտիր։ Հիմա փորձեմ միսը, եփված նայեք սիրելի հետևորդներ ջան, բաժանեմ իրարից, դուք էլ տեսեք։ Ինչև վերջ, եփած համեղ։ Երևի ես չեմ հավատում, որ ինչ որ մեկը պատրաստած չլինի սրանից, բայց եթե չեք պատրաստել, արդեն պատրաստելու ժամանակն է։ Պատրաստեք, փորձեք, լոբին էլ շատ համով էփած է, ոչ փափուկ է շատ, ոչ էլ չոր։ Մի անմահական ուտեստ է, որ այն ամենա, ոնց ասեմ, ոնց ներկայացնեմ, ամենահամեղներից համեղը, ով կերավ 30 տարի կյանքը երկարելու է։ Պատրաստեք, փորձեք, տարածեք, նայեք ինչ եմ ասում, ցանկացողները, եթե կզգան այս ուտեստը իրենց համար շատ ջրալի է, ուրեմն թող պատրաստեն կարտոֆիլի պյուրե կամ պաստա իրար հետ, բայց իմ կարծիքով այս ջրիկ չէ, մի կտոր հացի հետ շատ համեղ է։ Եթե ձեզ դուր եկավ այսօրվա իմ պատրաստած ուտեստը, ուրեմն հետևեք, հավանեք եւ տարածեք, թող բոլորն էլ պատրաստեն, համտեսեն եւ գրեն իրենց մեկնաբանությունը, լավ կամ վատ։ Մնացեք ինձ հետ, սիրենք իրար, սիրում եմ ձեզ բոլորիդ, սիրելիներս։